Լիլի, այսօր պետական պարտքի մասին է քո հավելվածը, մի թեմա, որին բազմից ենք անդրադարձել եւ հաշվի առնելով հարցի նրբությունը, բնականաբար դրա անհրաժեշտությունն ու կարիքը կա։ Քո վերլուծության համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, միջին վիճակագրական քաղաքացուն բաժին է ընկնում պետական պարտքի ավելի քան $4400 պետական պարտք յուրաքանչյուրի շնչի հաշվով։ Այս թիվը մեծանալու ինչ միտում ունի եւ մինչեւ որտեղ կարող է հասնել։ Իրականում ցավոք սրտի միտումները տանում են դեպի շարունակական մեծացման եւ դա ուղիղ համեմատական է պետական պարտքի տենդենսներին եւ միտումներին։ Ընդամենը 1 ամսվա դրությամբ մեզ մոտ պետական պարտքի փոփոխություն կա։ Ապրիլին 13.6 միլիարդ էր, մայիսի դրությամբ 13.7 միլիարդ։ Եվ իդեպ հերթական անդրադարձը մեր պետական պարտքին պատահական չէ եւ ինքնանպատակ չէ։ Մենք նոր վարկային միջոցների ներգրավման մասին տեղեկություն ունենք, այսինքն այս նաեւ վերջին 7 տարիների կտրվածքով եթե դիտարկելու լինենք 2017-ին 6.7 միլիարդ էր մեր պետական պարտքը, 25-ին հաստորեն արդեն 13.7 միլիարդ, այսինքն ցավոք սրտի տենդենսները խոսում են անընդհատ աճի մասին, դա բավական արագ աճ է, բնականաբար շնչին ընկնող պետական պարտքի մասնաբաժինը անուղղակի պարտավորություն է Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հասկանալի է, չէ՞, որ այդ միջոցները, որոնք ուղղվում են պարտքի սպասարկմանը, կարող են ուղղվել սոցիալական ծախսերին, առողջապահական, այլ ոլորտների ծախսերին, որոնք ի վերջո յուրաքանչյուրիս վարորությանն են նպաստելու։ Այսինքն դա որոշակի կորցված հնարավորություն է քաղաքացիների համար, բայց գարնիկ այստեղ մենք այլ միտման հետ էլ գործ ունենք, որ արդեն քաղաքացու ուղիղ վարկային պարտքային պարտավորությունների աճի մասին է, վստահաբար շատ ես լսել, վստահաբար յուրաքանչյուրս դրա մեջ ենք ապրում, Հայաստանի Հանրապետության քաղաքացու վարկային բեռը օրեցօր ավելանում է։ Այսինքն մենք ոչ միայն պետական պարտքի անուղղակի այդպես բեռի աճի մասին կարող ենք խոսել, այլ նաև ուղղակի լուրջ սոցիալական, այո, քաղաքացու բանկերին ունեցած վարկային պարտավորությունների մասին է խոսքը, բայց ավելի մանրամասն արդեն առաջարկում եմ անդրադառնալ հավելվածով։